Ռոբերտը շատ ուրախ, շատ լավ ժիր տղա էր ու իր մեջ միշտ խոսում էր վրեժը։ Երբ որ ինքը զորակոչվում էր բանակ, մենք իրեն հորդորեցինք, որ շատ ուշադիր լինի, ինքը ամեն իր երկրորդ բառը, որ մենք վրեժ ունենք լուծելու։ Ես ճիշտ հասկացեք, այսօր շատ մեծ ցավով եմ այս բառերը խոսում, իմ հոգու մեջ միշտ փոթորիկ է, երբ փորձում եմ խոսել իրենից։ Իմ երեխան զոհվել է հերոսաբար, լինելով 2.5 ամսվա զինծառայող։ Ես միշտ պայքարել եմ իր անունը վառ պահելու համար, ես եւ իմ ամբողջ ընտանիքը։ Բազմիցս անգամ, այո, ինքը զոհվել է հերոսաբար, ինքը լինելով շրջափակման մեջ, ունենալով առաջին վիրավորումը ծնկից, ընդ որում հրամանատարական կազմը փախել է։ Այո, հրամանատարական անձնակազմը իրենց բարձրացրել են ինժեներական աշխատանքների եւ իրենց թողնելով մենակ, ոչ մի սպայական անձնակազմ իրենց հետ չի եղել, այդ փաստերը ամբողջը կա, եւ իրանք փորձում են մղվում են մարտի, եւ մարտի ժամանակ երեխես Ռոբերտը ստանալով ծնկից վիրավորում, փորձում է մտնի բլինդաժ, վազելով մի ոտքի վրա թռվռալով, եւ դիպուկահարը հետևից երախուն կրակոցով նորից վիրավորում է հասցնում 6-րդ եւ 7-րդ ողերը վնասելով։ Ինքը ունենալով այդ երկու վիրավորումները ընկնում է շրջափակման մեջ, ինքը եւ իր 8 մարտական ընկերները։ Ոչ մեկին չի դավաճանում, դիրքը չեն լքում, փորձելով մեկը մյուսին պաշտպանելով ինչ որ մի բանի հասնել։ Ու ես վստահ եմ իմ որդին մտածելով, որ ինքը պետքա այդ ամբողջը պատվով հաղթահարի եւ իր ստացած իր ասելով, ասում էր մամ ջան, խրախուսականով տուն եմ գալու։ Երբ որ տեսնում են, որ արդեն թշնամին իրան շատ մոտ է, ու իրեն հորդորում են ոչ թե միայն իրեն, այլ իր բոլոր զինակից ընկերներն, ովքեր որ ողջ են արդեն։ Քանիսն են ողջ մնացել։ Չեմ կարող հստակ տվյալներ տամ, որտեվ այդ մենք չգիտենք, որովհետև եւ ինքը եւ իր հետի մարտական ընկերները, ովքեր զանգահարել են այդ պահին տուն, ասել են, որ թշնամին մեզ մոտ է 10 մետր, ասում եմ մեզ զենքը դրեք հանձնվեք։ Իմ որդին այդ պահին չեմ հասկանում ոնց պահա գտնում զանգահարում է հայրիկին։ Եվ հորը ասում է, որ պապ ջան, ես շրջափակման մեջ եմ, սա իմ վերջին զանգն է։ Ձեզ լավ կնայեք, ես պետքա զոհվեմ հերոսի մահով։ Եթե պիտի ընկնեմ հերոսի մահով։ Ու մենք 8 ամիս չենք իմացել, որ Ռոբերտը ինքն է իրեն կզակի տակից անմահացրել։ Երբ որ դատաբժշկի պատասխաններ եղավ, մենք ցնցված էինք։ Ինքը ինչքան ուժ ունեցել, ինչքան է կարողացել պայքարի ու զգացել է, որ պիտի թշնամուն գերի հանձնվի, որովհետև իրանք շրջափակման մեջ են եղել։ Ինքը մի կրակոցով կզակի տակից իրեն անմահացրել է։ Այդ ոչ թե ես եմ ասում խոսքերով, այլ դատաբժշկի փաստերով։ Եվ դրանից հետո, անկեղծ ասած, 3 տարի պայքարել եմ, որ այո, Ռոբերտը արժանի է հերոսի կոչման։ Դա ոչ թե էլ եմ ասում, ես եմ ասում թղթերի հիման վրա, որ դատաբժիշկը անգամ իրենք էլ փաստեցին, որ Ռոբերտը հերոսի մահով է մահացել։ Եվ ես դիմում եմ անընդհատ 3 տարյա դիմումով, ու իմ դիմումները ոչ մեկ պատասխան չունի։ Ոչ ձայնը։ Կոնկրետում եք դիմել, նամակներում անունով է եղել տիկինների։ Մեր պաշտպանության նախարարի անունով, Սուրեն Պապիկյանի անունով, բազմիցս դիմել եմ, բազմիցս անպատասխան։ Անկեղծ ասած, ստիպված ճանաչելով մեր Արսեն Սարգսյանին, դիմել եմ իրեն, ինքն էլ շնորհակալ եմ իրեն, ասաց, որ ես ինչով հնարավոր է ձեզ կօգնեմ։ Ես խնդրել եմ, որ միասին պայքարենք, որովհետև էլ ուժ չունեմ, հավատացեք, համ որդի տաս, այս յուրաքանչյուր մարդ պետքա մտածի ինքը ում կյանքի գնով է ապրում։ Ու իսկապես այս մեր հերոսները ոչ թե իմ որդին է, ես եմ ասում, այո, իմ որդուն նման լիքը հերոսներ կան, ինչի չի հասնում իրենց հերոսի կոչում։ Նորից դիակը ձեզ երբ են տվել տիկինների։ Մեզ դիակը տվել են սեպտեմբերի 21-ին։ Այսինքն կարողացել են։ Այսինքն այստեղ մենք ոչ թե միայն Ռոբերտի հարցն ենք բարձրացնում, պարոն Սարգսյան, այլ բարձրացնում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած անմահացած հերոսների, որոնք որ ընկան 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի կարճատև պատերազմը, կապանում էր ծառայում Ռոբերտը։ Այո։
անկան հանուն հայրենիքի, հանուն Սուրբ Հողի։ Այդ իսկ պատճառով տեղեկացնեմ, որ մեր անմահացած հերոսի մայրը անցած տարի 2025 թվականին նոյեմբեր ամսին, ճիշտ եմ հիշում, Տիկին Ավագյան ջան, նոյեմբեր ամսին, երբ մեզ դիմեց, մենք մեր կուսակցության անունից հետմահու պատվոգի շնորհեցինք եւ պաշտոնական գրություն ուղարկեցինք Սուրեն Պապիկյանին եւ իր աշխատակազմից, ընդհանուր բաժնից մեզ ուղղակի տվեցին այնպես լղոզված պատասխան, որ հետմահու այնպես շքանշան կամ հետմահու չեն պարգևատրում, այլ այնպես նմանատիպ։ Այդ օրենքով կա նման։ Անկեղծ ասած, տեսեք, մենք ունենք բազմաթիվ անմահացած հերոսներ, որոնց որ 2020 թվականի 44-օրյա սանձազերծված պատերազմի ժամանակ պարգևատրել են, բայց չգիտես ինչու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի անմահացած հերոսները, որոնք որ անմահացան, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված պետություն է եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքի դեմ ագրեսիա իրականացած, օկուպացիա իրականացած Ադրբեջանի կողմից անմահացած օկուպանտների կողմից անձազերծված պատերազմի ժամանակ անմահացած հերոսներին արժանացնում են անտարբերության ու լռության։ Ամենակարևորը, խնդրեմ, մեզ Տիկին Ավագյանը ներկայացրել է թե առողջապահության նախարարության, հանրապետության դատական, բժշկական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև քննիչ Մարգարյանի, ով մանրամասն նեղություն արդեն իսկ ավարտվել է գործը, կարող ենք խոսել, թե քննիչը դատական գործը ոչ դեռ չի ավարտվել։ Լավ, քանի որ չի ավարտվել, այդ իսկ պատճառով փակագծեր չենք բացի, որպեսզի քննիչի գործողություններին ոչ չնդոտենք, ուղղակի խնդրեմ կներկայացնեմ փաստաթղթերը, որը որ Տիկին Ավագյանի կողմից ներկայացրել եմ, մենք ոչ թե մեկ անգամ, այլ նաև Արման Սարգսյանի փոխնախարարի աշխատակազմից տեղեկացրել են անցած տարի, որ կհանդիպեն, բայց տվյալ պարագայում քար լռություն, ոչ մի արձագանք։ Զանգահարում ենք ընդհանուր նախարարության ընդհանուր բաժին, նախարարի քարտուղարություն, մենք կզանգահարենք, բայց ոչ մի կրկին արձագանք, ոչ մի պատասխան։ Կրկնակի գրություն ենք ուղարկել, կրկին այդ գրությանը ոչ մի պատասխան։ Այս ամենի հետ կապված նաև իրազեկել եմ, տեղեկացրել եմ միջազգային մեր գործընկերներին եւ ստացել եմ արձագանք, որ տվյալ թեմայի շուրջ անտարբերության, նմանատիպ վերաբերմունքի շուրջ միանշանակ բողոքի նոտայով հողում կանեն Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչության հետ համագործակցող միջազգային կառույցները։ Եթե մտածում եմ, թող ինձ պատասխանեն, ճիշտ հասկացեք, ասեն, որ Ռոբերտին այդ հերոսի կոչումը չի հասնում։ Եթե ոչ Ռոբերտին, ապա ելում։ Ես շատ ցավ եմ ապրում նման դեպքերում։ Ինձ ճիշտ հասկացեք, երբ որ երեխայդ մեծացնում ես, հասցնում ես բանակի տարիքին, դու ինքդ քեզ ասում ես, լավ, երկրից մի տարի չի, 2 տարի չի։ Ինչքան դուրս հանեմ, 10 տարի, այդ մի ամբողջ մարդու կյանքա, չէ, որ վերցնի։ Տվել ենք հայրենիքին, ես էլի եմ ասում, ես այնքան հոգուս մեջ պարտություն ունեմ, այո, որ Ռոբերտի նման զավակ եմ ունեցել ու լիքը լավ մարդիկ, որոնք որ հասկանում են զինվորի գինը, ինձ միշտ խոնարհվում են ու ինձ շնորհակալություն են հայտնում, որ հայրենիքի համար նման որդի ենք մենք տվել։ Բան չունեմ ասելու, հիմա եղածը եղած է, ոչ մի բան չեմ կարող անել։ Իմ հոգու մեջ այս ցավը իմ հավերժ է։ Բայց որ նման անտարբերության ենք հանդիպում, ավելի մեծ ցավ ենք ապրում ու ինքներս մեզ ափսոսում ենք, որ ում համար հասկացանք հանուն հայրենիքի, բայց եթե մարդիկ կան չեն գնահատում, շատ ափսոս եմ ապրում, ցավ եմ ապրում կրկնակի անգամ որ երեխան զոհվել էր, այս մեր պետությունը լրիվ բարձի թողի վիճակում հավատացեք, անգամ որ տղաս զոհվել էր, այդ փաստը ինձ չեն եկել, այդ հուժ լուրը ինձ չեն եկել տանը հայտնել։ Ես իմացել եմ Վարդան Ղուկասյանի կայքից։ Ինչի?
Բա ուր էր մեր նախարարությունը, որտեղ են մեր պատկան մարմինները, եթե այն որդին դառնար դասալիկ, ճիշտ հասկացեք, փախներ, կգային ինձ էլ, տատիկին է, պապիկին է, հայրիկին էլ, միանգամից կտանեին, չէ, տանից, որտեղա ձեր որդին, բա հիմա ես իմ որդուն ումից ուզեմ, չէ, որ տվել եմ ձեզ, այսքան անտերություն, այսքան բարձի թողի վիճակ, ուղղակի անտանելի ասելու չի, ոչ թե այդ հերոսի կոչումը իմ ցավը կմեղմացնի, ոչ, այդ Իմ որդին կուզեր, որ իրեն հերոսի կոչումը շնորհեին։ Ես վստահ եմ, որովհետև ինքը 5 նա վստահ է եղել, որ ապրելու է եւ այդ կոչումը իրեն շատ պետք էր։ Եվ ինքն էլ ինձ բացիկ էր գրել ամանորյա, գրել էր, որ մամ ջան, պապ ջան, շատ ուրախ եմ, որ ես ձեր ընտանիքում եմ ծնվել, մեծացել։ Հավատացեք, ես այնպես պիտի ապրեմ, այնպես պիտի ձեզ սիրեմ, այնպես պիտի ձեզ պահեմ, որ ինձ պետքա դուք միշտ հիշեք լավով։ Ու հավատացած եղեք, եթե ես ինչ-որ բան էլ անեմ, պետք է անեմ, որ միշտ ինձ հիշեն լավ ձևով։ Ու միշտ ինքը ասում էր, մարդը, որ մահանում է, բացի իր ազգականներից ոչ մեկ իրան չի հիշում։ Բայց երբ որ մարդը զոհվում է հերոսի մահով, մի ամբողջ ազգ է իրան հիշում։